Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանաչ, կայուն եւ շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի մշակման իրավական շրջանակի, հիմնական ոլորտային ուղղությունների, ռազմավարության իրականացման թիրախների, ընդհանուր եւ ոլորտային նպատակների, գործողությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման եւ այլ ուղղություններով։ Ակնկալվում է, որ ռազմավարությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, կանաչ աշխատատեղերի թվի ավելացմանը, կանաչ հանրային ներդրումների եւ մասնավոր ներդրումների խրախուսմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը եւ այլն։ Ընդհանուր նպատակների եւ գործողությունների շրջանակում նշվել է տաքսոնոմիայի, կանաչ անցումային եւ նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի եւ կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման եւ գնահատման մեխանիզմների ներդրումը։ Համաշխարհային բանկը բարձրացրել է Չինաստանի 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 4,8%, նախորդ 4%-ի փոխարեն։ Այնուամենայնիվ 2026 թվականի ցուցանիշը սպասվում է 4,2%, ինչը վկայում է աճի կայուն, բայց դանդաղ տեմպերի մասին։ Բանկի վերլուծության համաձայն Չինաստանի տնտեսության վերականգնումը պայմանավորված է ներքին սպառման եւ արդյունաբերական արտադրության ակտիվացմամբ, սակայն արտաքին պահանջարկի անկումը եւ բարձր պետական պարտքը շարունակում են սահմանափակել աճի հնարավորությունները։ Չինաստանի տնտեսական տեմպերը կարևոր ազդեցություն ունեն հումքային եւ տեխնոլոգիական շուկաների վրա։ Մասնավորապես գնային տատանումները եւ մատակարարման քաղաքական փոփոխությունները կարող են անդրադառնալ նաեւ Հայաստանի եւ տարածաշրջանի տնտեսությունների վրա։ Աշխարհում առևտրի աճի տեմպերը շարունակվում են դանդաղել գլոբալ շուկաներում անորոշությունների, բարձր տրանսպորտային ծախսերի եւ աշխարհաքաղաքական լարվածության ազդեցությամբ։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նվազեցրել է 2026 թվականի ապրանքաշրջանառության աճի կանխատեսումը մինչև 0,5%, նախորդ 1,8%-ի փոխարեն։ Միաժամանակ 2025 թվականի ցուցանիշը պահպանվել է համեմատաբար բարձր 2,4%, ինչը պայմանավորված է որոշ շուկաներում պահանջարկի մասնակի վերականգնմամբ։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության վերջին զեկույցում նշվում է, որ գլոբալ տնտեսական աճը 2025-ին կարող է կազմել 3,2%, իսկ 2026-ին նվազել մինչև 2,9%։ Վերլուծաբանների գնահատմամբ առևտրային քաղաքականության խստացումները, մատակարարման շղթաների խափանումները եւ մաքսատուրքերի աճը շարունակում են խոչընդոտել համաշխարհային առևտրային վերականգնումը։ Փորձագետները շեշտում են, որ զարգացող երկրները, այդ թվում Հայաստանի նման փոքր տնտեսությունները, առավել խոցելի են գլոբալ շուկաների փոփոխություններից, հատկապես արտահանման եւ ներդրումային հոսքերի ոլորտներում։